Բեմում տոնական մեղեդիներ են, Էջմիածնի Հրաչ և Սյուզան Այորթյաց տունը լցված է ժպիտներով, ուրախ երգուպարով, ամանորի տրամադրությամբ։ Հաստատությունը տարեվերջյան տոնական համերգով ամփոփեց 2025 թվականը։ Ներկաներին ողջունեցին Արսեն Քահանա Միրզոյանը, Հայորդյաց տների ուսումնական գծով փոխտնօրեն Լիաննա Արաքելյանը։ Կատարումներով հանդես եկան դհոլահարներ, կանոնահարներ, ջութակահարներ, պարային դասարաններ։ Հաստատության տնօրեն Ալվինա Պետրոսյանը ուրախությամբ ներկայացրեց անցնող տարվա ընթացքում սաների գրանցած հաղթանակներն ու շեշտեց, որ այստեղ մշտապես միմյանց աջակցելու, օգտակար լինելու պատրաստակամություն կա։ Տարեվերջյան հանդիսության կազմակերպչական աշխատանքներին մասնակցում են բոլոր դասարանների մանկավարժները։ Երբ ամփոփում ենք տարին, վերլուծում ենք ինքներս մեզ համար, թե ինչպիսին է եղել տարին, հաջողակ է, եթե ունեցել ենք նվաճումներ, եթե սաները ունեցել են ձեռքբերումներ, եւ վերլուծելով տեսնում ենք, որ շոշափելի է նորից եղել, բազմաթիվ մեծ նվաճումներ են ունեցել երեխաները միջազգային տարբեր հարթակներում։ Հաղթանակներով հանդես են եկել կամերային նվագախմբի սաները, կանոնի համույթի երեխաները, պարային դասարանները այս տարի շատ կարևոր մրցույթում են առաջին տեղ հաղթել եւ սպորտի, ջյուդոյի եւ ըմբշամարտի դասարանի սաները նմանապես նորից միջազգային մրցույթներում հաղթել են, իսկ ընդամենը 2 օր առաջ Հայաստանի առաջնությունում արդեն մեծերի խմբում նորից հաղթեց մեր Սուրեն Աղաջանյանը եւ հերթական ոսկե մեդալը բերեց։ Այսինքն մենք կարող ենք համարել, որ տարին Հայորդյաց տան համար հաջող էր։ Ուզում եմ, որ բոլորի ընտանիքներում թեվացի միայն բարին եւ իհարկե սերն ու ջերմությունը։ Հանդիսության ավարտին ներկաներին ողջունեց ու բարեմաղթանքներ հղեց Ձմեռ Պապը, մայրաքաղաքի ու մարզերի հայորդյաց տների սաները տարեվերջյան հաշվետու միջոցառումներից հետո նվերներ են ստանում։ Մայրաքաղաքում ու մարզերում 7 հայորդյաց տուն ու 1 մանրանկարչության արվեստի կենտրոն է գործում։ Այս հաստատություններում 2631 երեխա է սովորում։ Նրանք հմտանում են արվեստի, սպորտի ոլորտներում, լեզուներ են սովորում։ Աննա Թամրազյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։